Դուք մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց, այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ։ Շուրջ 2000-ամյակ անց մենք ամենքս հավաքված մեր տաճարներում և այստեղ Սուրբ Աննա եկեղեցում Տիրոջ Սուրբ Խորանի առջև, Սուրբ Սեղանի շուրջ, ոգեշնչված ենք, քաջալերված ենք, ուրախ ենք, հուսառատ ենք։ Սակայն այնպիսին չէր պատկերը դարերի խորքում այդ լուսաբացին, երբ կանայք գնացին խնկարկելու Տիրոջ մարմինը և օծելու այն յուղերով։ Աշակերտների մի մասը հուսահատ ցրված էր տարբեր տեղերով, խռովյան հոգիներով չէին կարողանում պատասխաններ գտնել իրենց հարցումներին, որովհետև որևէ կերպ իրենց մտքի մեջ չէր տեղավորվում այն իրողությունը, որ իրենց Տերը, որ հրաշքներ էր գործում, որ բազմություններ էր կերակրում, որ բոլոր հիվանդներին ոտքի էր հանում, այդ նույն Տերը, որի թագավորությունը այս աշխարհից չէ, սակայն զորությունը անհամար է, կարող էր խաչվել, մահանալ և դրվել գերեզմանի մեջ։ Եվ յուրաքանչյուր ավետարանիչ մեզ նկարագրում է այդ դրվագը այցելության Տիրոջ գերեզմանին։ Մենք այդ դրվագը որակում ենք իբրև այցելություն Տիրոջ հարության փաստը արձանագրելու և վկայելու, սակայն երբ ընթերցում ենք մենք ավետարանները, ապա տեսնում ենք, որ այնտեղ հարության մասին չէ, այլ այն ճանապարհն է, որ մարդ Արարածը կտրում է և կանգնում է իր մտքերով այդ գերեզմանի քարի առջև։ Այդպես և այդ կանայք, որ ճանապարհ էին բռնել ըստ իրենց սովորության գնալու և մարմինը օծելու ննջեցյալի, մտածում էին, ով պիտի այդ քարը մեր առջև քաշի։ Իրենք իրենց հուսահատության մեջ այնքան էին ամրապնդված և արմատացած, որ իրենք այլևս չէին հարցնում, թե ինչպես այսպես եղավ, որ Տերը դրվեց գերեզմանի մեջ։ Տերը, որ ասում էր կարող եմ հրեշտակած գնդեր իջեցնել և իջնել խաչից, ազատագրվել այս խաչելությունից, գերեզմանի մեջ է այլևս, և մենք շարունակում ենք կյանքի ընթացքը ըստ օրենքի այցելելով նրա գերեզման։ Եվ ավետարանիչները մեզ դրվագում են այդ հատվածը, թե ինչպես են նրանք քայլում դեպի գերեզմանը այդ ծանր մտորումների մեջ, այդ արգելքի ակնկալությամբ, որ չպիտի վերջո կարողանան իրենց նպատակին հասնել և գետ ի մխիթարություն կատարել իրենց այդ սրբազան պարտականությունը։ Սակայն ավետարանիչը ասում է, երբ երկնքից հրեշտակ իջավ լուսեղեն հանդերձանքի մեջ և ասում է կայծակային մի տեսք կերպարանքով և իջնում էր հրեշտակը և բացվում է այդ քարի վրա, որը փակում է գերեզմանի դուռը, այն պահապանները, որ ներկա էին և պահպանում էին գերեզմանը, որ աշակերտները հանկարծ գիշերով չգողանան Տիրոջ մարմինը և այնուհետև ասեն, որ հարություն է առել, նրանք ասում է կենդանի լինելով դարձան իբրև մեռյալներ։ Եվ երբ կանայք հասնում են գերեզմանին, ապա այդ երկրաշարժից, այդ բորոտից, կայծակից, լուսեղեն այդ հանդերձանքի մեջ բազմած հրեշտակի այդ ահռելի տեսքից զարհուրած նրանք տեսնում են, որ դիմավորում է իրենց այդ լուսազարդ կերպարը, հրեշտակը, որ նրանց ասում է մի վախեցեք, գիտեմ, որ Քրիստոսին եք փնտրում, որ խաչվեց, բայց այստեղ չէ, նա հարություն առավ։ Որևէ ավետարանիչ չի նկարագրում մեզ համար Քրիստոսի հարության պատկերը, որովհետև Քրիստոսի հարությունը սիրելիներ որևէ ձևով, որևէ մեկի մտքին պարկել չի կարող։ Մենք չենք կարող մեր մարդկային մտածողությամբ, մեր բացատրություններով, տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես եղավ այդ հարությունը, սակայն մենք գալիս և կանգնում ենք
գերեզմանի արջևից գլորված այդ ծանրագույն քարի արջև, որը մեր դատապարտության քարն է, որովհետև մեր հավատը կարծեք թե ավարտվում է այդտեղ, քանի որ մենք մեր ուժերով որևէ կերպ չէինք կարող այդ քարը շարժել տեղից եւ բացել ճանապարհը դեպի մեր Տերը։ Սակայն մեր առջև հառնում է թափուր գերեզմանը Քրիստոսի եւ հրեշտակը, եւ ինչպես ավետարանիչներ ուրիշ նկարագրում են, երկու լուսազգեստ երիտասարդներ ավետում են, որ պետք չէ կենդանի մեկին մեռյալների մեջ փնտրել, որովհետև հիշեք թե ինչ ասած ձեզ այստեղ գալուց առաջ։ Եվ ավետարանիչները սիրելիներ նկարագրում են այս ամենը, մենք յուրաքանչյուրս առանձնաբար մտովի քայլում ենք այդ իր ճանապարհով, որովհետև մենք Տիրոջ հետ քայլեցինք իր առաքելության ընթացքում, մենք ականատեսը դարձանք Տիրոջ հրաշքների, Տիրոջ բժշկումների, այդ հացի բազմացման պատմությունների, թե ինչպես էին ջրի վրայով քայլում առաքյալը, ինչպես էին ուրկանները առատ ձկներով հանում Տիրոջ խոսքի համաձայն, ինչպես էր փոթորիկը խաղաղվում, եւ մենք մուտք գործեցինք պայծողության շրջան մեր անձերը պատրաստելու այս օրվան, այս ավետիսին։ Մենք քայլեցինք այդ 40-օրյա պայծողության շրջանում, մեկը լավ, մյուսը դժվարությամբ, մեկը սայթաքումներով, մեկ ուրիշը իր առջև բացահայտելով նոր իրողություններ այդ պայծողության հետևանքով եւ մուտք գործեցինք ավագ շաբաթ։ Մենք Տիրոջ հետ խոնարհվեցինք, Տիրոջ հետ զահկվեցինք, Տիրոջ հետ ապրեցինք բոլոր այն ծանրագույն իրավիճակները, որոնցով որ Տերը գնաց որպեսզի մեր մեղքերի համար մեռնի, ինչպես ասում է Պողոս առաքյալը օրընթացներին ուղղված իր առաջին համակի 15-րդ գլխում։ Եվ ասում է. ես ձեզ ավանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի, թե Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար ըստ գրքերի, եւ թե թաղվեց, եւ թե հարություն առավ երրորդ օրը ըստ գրքերի, եւ երևաց Կեփասին եւ ապա 12-ին, ապա երևաց միանգամից ավելի քան 500 եղբայրների, որոնցից շատերը առ այսօր ապրում են։ Սիրելիներ, այս հավատքի դավանությունը ըստ էության արձանագրումն է վկայության, որ առաքյալները մեզ բերում են Տիրոջ հրաշափառ հարության վերաբերյալ։ Մենք գնում կանգնում ենք թափուր գերեզմանի առջև, սակայն երբ մեր առջև աստվածային զորության, ոչ թե մեր տկար ուժերով, ոչ թե մեր ակնկալություններով եւ ցանկություններով, այլ Աստծո ողորմությամբ եւ սիրով բացվում է այդ գերեզմանի քարը, մենք այլևս թափուր գերեզմանի խավարի մեջ լույս ենք տեսնում։ Թվում է, թե ինչպես կարող ենք մենք այդ խավարի մեջ լույս տեսնել, ինչպես մենք կարող ենք այդ անհուսության մեջ հուսառատություն գտնել, ինչպես մենք կարող ենք այդ անորոշության մեջ թափուր մռայլ գերեզմանի գտնել մեզ համար հստակություն մեր հոգևոր կյանքի, ինչպես մենք կարող ենք այդ ամենի մեջ գտնել ամրություն մեր հավատի, եթե մենք մեր հավատով տկարենք, եթե մենք չենք մտաբերում Տիրոջ այն խոսքը, որ մեզ ասում է, երբ զրուցում էր իր առաքյալների հետ, թե թող ձեր սրտերը չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք եւ ինձ, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինեք։ Եվ թե ուր գնում են, այդ գիտեք եւ ճանապարհը։ Եվ երբ աշակերտները նրան, որ չէին հասկանում, թե ինչու է խոսում չարչարանքների, խաչվելու, մեռնելու խաչի վրա եւ այնուհետեւ հարություն առնելու մասին երրորդ օրը գերեզման դրվելուց հետո, նա Թովմաս առաքյալի հարցմանը, որ ասում է. «Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը», Հիսուս նրան ասում է. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը»։
Մենք մեր կյանքում միշտ հարցնում ենք ճանապարհը եւ չենք գտնում այդ ճանապարհը։ Մենք երբ հայտնվում ենք մեզ անծանոթ կամ շփոթեցնող իրավիճակների մեջ, մենք ամեն ճանապարհ որոնում ենք, որպեսզի գտնենք մեկին, ով մեզ առաջնորդի ճիշտ ճանապարհով, որպեսզի մենք չվատնենք մեր ուժերը, մեր ժամանակը չկորցնենք, այլ վայրկյան առաջ հասնենք այն նպատակակետին, որ մեզ ձգում է եւ մեզ խիստ անհրաժեշտ է։ Եվ երբ Թովմասը հարցնում է, ինչպես կարող ենք դիտենալ ճանապարհը, ճիշտ այս ճանապարհի մասին է մեզ խոսում Քրիստոս, երբ ասում է, ուրիշ ճանապարհներ մի փնտրեք։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ճշմարտությունն է, որովհետև Քրիստոս ինքը իրենով ցույց տվեց, թե փրկության ուղին որն է, երկնքի արքայությունը որտեղ է, ասելով, որ հեռու տեղերում մի փնտրեք, իմ եւ ձեր հարաբերության, իմ եւ ձեր կապի իմաստավորման մեջ փնտրեք երկնքի արքայությունը եւ այդ ժամանակ ժառանգորդը պիտի դառնաք այդ արքայության։ Տերը ասաց, ես եմ այդ ճշմարտությունը, որովհետև եթե դուք իբրև որդատուն պատվաստված եք մնում այդ հաստաբուն ծառի վրա, ապա նաև սնվում եք նրա արմատներից։ Եվ եթե Քրիստոս արմատն է այդ ծառի, ապա դուք եթե շարունակում եք ապրել այդ ծառի վրա իբրև որդատուն, ապա այդ կենսավիշը փոխանցվում է նաև ձեզ, որը նաև փրկությունն է ձեր կյանքի։ Եվ ի վերջո Տերն է մեր կյանքը, որովհետև Տերը անգամ գերեզմանի մեջ դրվելով մեր մեղքերի համար խաչը բարձրանալով եւ մահանալով երրորդ օրը հարություն առավ, որպեսզի ցույց տա, ինչպես մենք քիչ առաջ շարականի մեջ երգում էինք, որ մահվանը հաղթեց եւ ամենքից կյանք պարգևեց։ Մեզ համար բացվեց կյանքի ճանապարհ, սիրելիներ։ Այդ իսկ պատճառով եւ հրեշտակները եւ Քրիստոս, որ փոքրինչ անց պիտի հանդիպի իր սիրելի աշակերտներին, ասում է. մի վախեցեք, որովհետև դուք ունեք շարունակական առաքելություն ձեր հոգիների փրկությունը վաստակելու, ձեր հոգիների փրկության ետևից գնալու, Տիրոջ հավատարիմ աշակերտներ եւ հետևորդներ լինելու։ Երեք երբ մենք թափորով շրջում էինք եկեղեցու շուրջը այս փողոցներով, մայթերով քայլում էինք խաչվառազար թափորով, զարդարված այս շապիկավոր սպասավորներով եկեղեցու քահանաներով, երգում էինք շարականներ եւ Տիրոջ խորհրդանշական գերեզմանն էինք առաջնորդում դեպի այդ թափուր գերեզմանը, պատգարակի վրա Տիրոջը մենք տանում էինք, որպեսզի հասցնենք այդ գերեզմանին։ Եվ ես դիտում էի, թե ովքեր են այդ թափորի մեջ, ովքեր են միանում այդ թափորին, ովքեր են հետևում այդ թափորին, ովքեր են դիտում այդ թափորը։ Եվ շատ հետաքրքրական տեսարան էր, սիրելիներ, որովհետև այդ տեսարանը Մարկ Արարածիս բնութագրությունն է մեր հավատի ընկալումների, մեր ապրումների, Աստծո հետ մեր հարաբերության։ Որովհետև կային մարդիկ, որ անմիջապես թափորը տեսնելիս իրենց հեռախոսներն էին միացնում եւ սկսում նկարել, որպեսզի իրենց սոցիալական ցանցերում ցույց տան իրենց կյանքում պատահած մի գունեղություն։ Եվ այդ գունեղ իրողությունը իրենց հաճույք էր պատճառում այդ պահին առանց անդրադառնալու, թե ինչ է կատարվում իրենց աչքերի առջև։ Ուրիշներ նկարում էին այդ պատկերը, որպեսզի ցույց տան, որ ահա տեսեք, ինչի ականատես դառան, եւ դերևս այդ միջոցով ուրիշներ որ տեսնեն, իրենց մեջ փոքրինչ զգացում կառաջանա այս թափորի նկատմամբ։ Քայլում էին մարդիկ, ովքեր որ 2000 ամյա անց շարունակում էին Մարկ Արարածի նման լավ եւ ողբալ իրենց սրտի մեջ, որովհետեւ բեկված էին հոգով, անդրադառնում էին, որ Քրիստոս, որ տարվում է մահվան, այդ Քրիստոս, որ դրվելու է գերեզմանի մեջ,
Էական չէ, թե 2000 տարիներ առաջ միևնույն է իրենց տերն է և իրենց փրկիչն է և հենց իրենց մեղքերի համար պիտի դրվի գերեզմանի մեջ։ Կային մարդիկ, ովքեր որ միանում էին թափորին, սակայն կյանքի գործերը, իրենց պայմանավորվածությունները, իրենց շեղում էին այդ թափորից և նորից իրենք տկարանալով իրենց այդ ցանկության մեջ քայլելու այդ թափորի հետ թողնում հետ էին մնում և հեռանում էին ի վերջո։ Եվ եկավ թափորի հետ այն հատվածը, որը իր հանգրվանը նորից տեսնում էր այս եկեղեցու կամարների ներքո։ Որովհետև սիրելիներ, այդ մարդիկ իրենք ընկալել էին Տիրոջ քաջալերանքը, երբ ասաց՝ մի վախեցեք, ոչինչ կարող է ձեզ շեղել կյանքի ճշմարտության այս ճանապարհից, որովհետև հարությունը հենց այս թափուր գերեզմանից է բխում, որովհետև կյանքը այս մահվան իրողությանը նայելուց է ծագում, որովհետև փրկությունը, սիրելիներ, մարդկանց աչքին երևացող այդ վերջնակետից է, որ բացվում է և բաշխվում է հավատացյալ հոգիներին։ Եվ այս իմաստով, երբ այդ հարության դրվագից հետո, երբ հայրերը ասում են, պահապանները կենդանի լինելով մեռյալ դարձան, իսկ նա, որ դրված էր գերեզմանի մեջ, իբրև մեռյալ, ողջացավ, կենդանացավ և հարություն առավ։ Մեր հայրերը ասում են, որ Քրիստոս հանդիպեց Մարիամին և ողջունեց նրան։ Մեր Սուրբ Գրքի մեջ ասվում է ողջույն, իրենց այդ ընդունված ողջունի ձևով։ Սակայն երբ մենք թարգմանում ենք բնագիրը Սուրբ Գրքի, ապա այնտեղ ասվում է ուրախացեք։ Քրիստոս ողջունում է իր աշակերտներին ասելով ուրախացեք, և մենք հիշում ենք Հովանու ավետարանի ճիշտ այդ դրվագը, երբ Տերը տեսնելով իր աշակերտների շփոթահար այդ վիճակը, ներքին հուսահատությունը, սրտի բեկվածությունը նրանց ասում է. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի։ Որովհետև այս աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք։ Տերը մեզ զգուշացնում է և այսօր էլ շարունակում է յուրաքանչյուրիս զգուշացնել, որ աշխարհը ձեզ չպիտի ընդունի այնպիսին, ինչպիսին որ դուք կաք արդար, սուրբ և անարատ Աստուծո առջև, որովհետև աշխարհին այդ սրբությունը պետք չէ, աշխարհին այդ անարատությունը ձեռնդու չէ, սիրելիներ, աշխարհին, սիրելիներ, այդ մաքրությունը և մեղքի զերծ վիճակը որևէ կերպ չի մխիթարում, և աշխարհի յուրաքանչյուր երևույթ ձեզ փորձում է ետ դարձնել, ետ քշել աստվածահաճո ուղիներից, ձեզ փորձում է կանգնեցնել Տիրոջ փակ գերեզմանի առջև, որն անգամ եթե բաց լինի, ձեր մտապատկերում այն շարունակում է փակ մնալ, որովհետև դուք ուժը չունեք մտնելու այդ խավարի մեջ և դուրս գալու լուսավորված։ Եվ Քրիստոս դրա համար է ասում է. երբեք այն երևույթները, որ մեր կյանքը խամրեցնում են, թող չտրտմեցնեն ձեզ, չվհատեցնեն ձեզ ձեր հանձնառության և պատրաստակամության մեջ քայլելու Տիրոջ շավիղներով, ձեր վճռականության մեջ հետևելու Տիրոջը և Տիրոջով բարձրանալու, Տիրոջով վեր հառնելու և Տիրոջով ճշմարիտ կյանք ունենալու։ Եվ սիրելիներ, այս պատկերը ունենալով մեր աչքերի առջև, մենք պիտի քայլենք այդ շավիղներով։ Հակառակ բոլոր նեղությունների, դժվարությունների, փորձությունների մենք կարող ենք Տիրոջը ճշմարիտ հետևորդ լինել։ Մենք կարող ենք այդ աշակերտների մեջ լինել և մենք էլ ստանանք այդ ավետիսը Տիրոջ հրաշափառ սուրբ հարության։ Մեր առջև էր այդ հրեշտակը պիտի շարունակի մշտապես բարբառել և ասել. մի փտրեք ողջին մեռյալների մեջ, վերափոխվեք հոգով, դուք էլ կենդանացեք, դուք էլ բարձրացեք, դուք էլ վեր հառնեք ձեր մեղքերի միջից
որովհետև Տերը մեռավ ձեր մեղքերի համար եւ կյանքով փառքության մատնեց մահվանը, որպեսզի դուք միմիայն վերընթաց շարժման մեջ լինեք դեպի երկնքի արքայություն։ Եվ վերստին կրկնելով Տիրոջ խոսքերը քաջալերությամբ պիտի ասեմ Հովանու ավետարանի այս խոսքը, այստեղ աշխարհում մեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Սա է մեր հաղթաթուղթը, սա է յուրաքանչյուրիս հոգու խաչվառը, հաղթության խաչվառը, հաղթության խաչը, որտեղ որ Քրիստոս չկա, որովհետև Քրիստոս հարյա ի մեռելոց։ Քրիստոս հարյա ի մեռելոց։ Քրիստոս հարյա ի մեռելոց։ Իրոք շնորհը, սերը եւ խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։